Բարև ձեզ, այսօր ես պատմելու եմ հայոց ցեղասպանության մասին։ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենաողբերգալի դեպքերից մեկն էր։ 1915 թվական ապրիլի 24։ Հայոց ցեղասպանությունը կատարվեց Օսմանյան կայսրության կողմից։ Այդ ժամանակ միլիոնավոր մարդիկ մնացին առաստուն, ստիպված եղան փախչել մոտակա անապատներ, իսկ որոնք որ կարող էին դիմադրել են մի քանի օր։ Գտան գետնին միլիոնավոր մարդկանց, կանանց և երեխաների, անմեղ երեխաների դիակները։ 1,5 միլիոն անմեղ մարդ մահացավ և ստիպված եղան լքել իրենց տունը։ Քաղաքները դատարկվում էին, մշակույթը վերանում էր և առաջ էր գալիս Օսմանյան կայսրության տարածքները ավելի մոտիկանում էր Հայաստանի տարածքներին։ Սպանեց 1,5 միլիոն մարդու նույնիսկ ավել, բայց չսպանեց մեզ և մեր հիշողությանը։ Մենք մինչև այսօր կանգնելու ենք ոտքի և հիշենք, պահանջենք, թե 111-րդ տարին լրացավ, որ կատարվել է հայոց ցեղասպանությունը։ Աշխարհում 30 երկիր ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Այսօր հազարավոր մարդիկ գնում են ծիծեռնակաբեր անմար կրակի մոտ հիշատակելու մեր հայոց ցեղասպանության ժամանակ զոհված մարդկանց։ Եկեք մենք նույնպես հիշենք և չմոռանանք այս ողբերգալի պատմությունը։ Այո, ինչքան էլ տարի անցնի, մենք չենք մոռանալու այս պատմությունը և միշտ պահանջելու ենք։ Դե ինչ ընկերներ, այսօր ձեր հետ ես Արտյոմ Մահինգը։ Դրեք լայք և բաժանորդագրվեք ալիքին։ Այսօրվա վիդեոն այսքանն էր, բոլորին հաջող։